Առաջինի եթերում մանրամասներ են, բարև ձեզ, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը։ Բարև ձեզ, պարոն Արզումանյան։ Բարև ձեզ, Դավիթ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Արզումանյան, այսօր մենք խոսելու ենք մի չափազանց կարևոր դիսկուրսի մասին, ներհասարակական առաջին հերթին, այդ տեսանկյունից սկսենք դիտարկել, որը ուղիղ կապ ունի ըստիս ազգային անվտանգության հետ։ Ամեն անգամ, երբ մենք հերթական առիթ ենք ստանում խոսել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին Հայաստանի, իսկ այդ առիթները շատ են, եւ առիթները հիմնականում գալիս են Մոսկվայից, հայտնի պատճառներով, երբ օրինակ ես ասում եմ, որ Ռուսաստանը մեզ հետ այնքան էլ լավ չի վերաբերվում, Ռուսաստանը մեր դաշնակիցը չի, Ռուսաստանը մեզ սպառնում է, Ռուսաստանը մեզ ծախում է, ինձ ասում են լավ, դու այդքանը որ ասում ես, քան մարդիկ, հա, մեր հասարակությունում, ուրեմն դու թուրքերին ես պաշտպանում։ Դու ուզում ես դու ստրուկ ես, երբ որ դու ասում ես, ես չեմ ուզում ստրուկ լինել, ես չեմ ուզում Ռուսաստանի տակ ապրել, ասում են ուրեմն դու ուզում ես Թուրքի տակ ապրես։ Այսինքն քո ընտրությունը Ռուսի եւ Թուրքի ստրկության միջև է։ Դու ապրիորի այդ մարդկանց հասկացողությամբ չես կարող լինել ազատ մարդ։ Դու պետք է լինես անպայման ստրուկ։ Ну, դրանք մի կողմ ինչի են նրանք այդպես մտածում։ Հիմա հարցը այսպեսին է, դից ուղղակի մենք զրույցը կսկսենք, ես չեմ ասում, որ այս ամբողջ մեր հարցազրույցը դրան է նվիրված լինելու։ Ինչ անել այս երևույթի հետ։ Եվ արդյոք, եթե ցանկացած քաղաքացի կամ քաղաքական գործիչ կողմ է, որպեսզի մենք այլևս չենթարկվենք Ռուսաստանին, դա ապրիորի պետք է նշանակի, որ կողմ է, որպեսզի մենք լինենք Թուրքիայի տակ։ Դու ճիշտ ես ասում, Դավիթ, արդեն գնահատականը տվել ես, դա ճորտային հոգեբանության մտածելակերպի, ստրուկի մտածելակերպի հետևանքն է։ Դրա համար իմ կարծիքով դա անլուծելի է։ Ուղղակի ինչ կարելի է այդ վիճակում անել, պետք է շարունակել կառուցել անկախ պետություն, սպասել մի 2-3 սերունդ, որը պիտի ծնվի ազատ անկախ Հայաստանում, եւ այդ ժամանակ մենք կստանանք հնարավորություն կտրուկապես որակյալ լուծել այդ խնդրը, որտեղ ստրուկին հանել այդ վիճակից, այդ մշակույթից հանել շատ դժվար է։ Ռուսաստանի ժողովուրդ հասարակությունը դուրս չի եկել, մնացել են ճորտ եւ կմնան։ Այդ դրանց ապրելակերպն է։ Մենք որպես եվրոպական ժողովուրդ ուրիշ ենք։ Բացի դրանից հայկական հասարակությունը յուրահատկություն ունի, մեզ մոտ ոչ ժամանակ ստրուկություն չի եղել որպես սոցիալական երևույթ, մենք ստրուկեր չենք ունեցել, մենք ազատ ենք եղել ի սկզբանե, հայկական հասարակույթի նույն մշակույթի համար այդ հասկացողությունը ուղղակի չկան, ուղղակի վերջի դարերը, երբ մենք եղել ենք ասիական կայսրությունների տակ կորցրել ենք պետականությունը, այդ հասկացողությունը լղոզվել է։ Բայց այդ մշակույթային եւ խորքային խնդիրներն է, ես հասկանում դրա մասին կարելի է երկար խոսալ, անցնենք քաղաքական ոլորտում ավելի հեշտ կարելի է ձևավորել։ Պետք է հասկանալ։ Այս ինչի մասին ես խոսում եմ, դա քաղաքական ոլորտից է գալիս։ Հա, դա գեներացվում է քաղաքական ոլորտում։ Քաղաքական օգտագործում է քաղաքական ոլորտում որպես գործիք։ Դրա համար հասկանալով դու ճիշտ ձևակերպում ես, որ դա ստրուկության հետևանքն է։ Մենք ուղղակի խոսեցինք նրա մասին, որ այդ ոլորտում լուծումները երկար են լինելու սերունդներով։ Մենք պիտի դա հասկանանք, համբերատար լինենք, որ այդպես է լինելու։ Ուղղակի եթե ինքը քաղաքական չլիներ, ես նույնիսկ չի անհրաժեշտ։ Հա, ես ուղղակի հարցերով բավականին շատ զբաղվել եմ, հոդվածներ եւ այլը նվիրված հայկական ինքնության, այդ հարաբերությունների հայը կայսրության մեջ, հիշում եմ Ձեմիրճյանի հայնի աշխատանքը, հայերը, որը պատրաստում եք մեկնաբանություններ եւ այլ Արա Բոլեզյանի հետ կապված հարցազրույց եք ունեցել այդ հարցերի շուրջ եւ այդ մեծ խորքային հարց է Հայաստանի մշակույթում արդեն ձևավորված մի քանի դրա համար է երկար, բայց մենք պետք է կենտրոնանանք ավելի շուտ քաղաքական ոլորտի վրա եւ այսօր քաղաքական ոլորտում պետք է հասկանալ, որ Հայաստանի քաղաքական խնդիրները վերջի 3 դարը կապված են նրա մեջ, որ հայ ազգը ձգտելով վերականգնել իր պետականությունը, վերականգնել Հայաստանի թագավորությունը, պետությունը, մտել է ռուս-թուրքական հարաբերությունների մեջ։ Երկու ասիական կայսրությունների, Ռուսաստանի կայսրության եւ Օսմանյան կայսրության հարաբերությունները
ձևավորվել են եւ հայ ազգը, հայ ժողովուրդը ընկել է այդ հարաբերությունների մեջ որպես քաղաքական գործիք, որպես քաղաքական նյութ։ Եվ այդ երկու կայսրությունը օգտագործում է հայկական հարցը, հայկական ազգի ազգային շահերը եւ նպատակները իրանց կայսրական նպատակների հասնելու համար կայսրությունները ուզում են մեծանալ, դրա համար մենք բավականին մեծ դեր ու տեղ խաղացել Օսմանյան կայսրության մեջ, կարելի է ասել ֆինանսական, առևտրական ոլորտներում եւ արտադրական մենք մեկ ենք 80%-ը Հայաստանի հայ ազգի ձեռքին է, բայց մտնելով այդ հարաբերությունների մեջ օգտագործվելով որպես քաղաքական գործիչ իրանց հարաբերությունների մեջ մենք հասել ենք նրան, որ 3 դարում հայկական լեռնաշխարհում հայ ազգը ապրում է միայն մի բեկորի վրա 3 միլիոն Ազմանյան, դա մեր ընտրությունն է եղել, որ մենք մտել ենք այդ դիսկուրսի մեջ Թուրքիա։ Չէ, մեր երևի փորձի կորցվել, մենք երբ կորցել ենք պետականությունը, Դավիթ, կորցել ենք դիվանագիտական հմույթները, կորցել ենք պետական հմույթները։ Մենք չենք հասկացել, որ մեզ օգտագործում են։ Կարող է, ես պիտի պատմաբաններից հարցնենք, ես պատմաբան չեմ։ Եթե պատմաբանների հայկական հասնենք, իրանք հաստուկ աշխատանք պատասխանը կտան։ Բայց ճակետներում երկրորդական է։ Հիմնականը նորից ասեմ, որ հայկական հայ ազգի ազգային շահերը օգտագործվել են կայսրական քաղաքականության մեջ որպես գործիք։ Եվ այդ մոտեցումը շարունակվում էր մինչև այսօր ցավոք սրտի։ Մինչև այսօր երկու կայսրությունները իրար հետ պատերազմում էին, դաշինք էին կանգնում։ Դա 300 տարի է տևում, հա։ 300 տարի է տևում։ Եվ այդ ամենը շարունակվելով մենք հասել ենք այն վիճակին, երբ պատմական Հայաստանի տարածքում մենք վերահսկում ենք ընդամենը 5-6%։ Բայց 3 դար առաջ հայ ազգը եղել է հայկական լեռնաշխարհում զբաղեցնում եք հայկական լեռնաշխարհը 20 տարի սկզբում ասենք հայ ազգը եղել է մինչև մեծ եղել մոտ 4 միլիոն 4-5 միլիոն ասենք հա մոտորապես որպես քանակով թուրքերը եղել են 6-7 միլիոն Դավիթ ընդամենը մենք համաչափ ենք 21 դարում մենք մնացել ենք 3-4 միլիոն, թուրքերը դարձել են 80 միլիոն, նույն 60 միլիոն։ Մոտև թուրքերը Եվ դա հետևանք է նորից են կրկնում կայսրական քաղաքականության։ Եվ առաջի քայլը, որ մենք պիտի հասկանանք որպես ազգ, որ առաջինը ինչ պիտի անենք, մենք պիտի դուրս գանք ռուս-թուրքական հարաբերություններից։ Մենք պիտի դուրս գանք ռուս-թուրքական հարաբերություններից Եվ հասկանալով, որ այդ ուժային կենտրոնները ոչ միտեղ չեն անհետանալու, կառուցեք երկկողմանի հարաբերություններ Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ, բոլորի հետ։ Դες որպես քաղաքականություն, որպես քաղաքական գաղափարախոսություն իմ խորին համոզմանքն է, որ Հայաստանը պիտի կառուցի երկկողմանի հարաբերություններ բոլոր ուժային կենտրոնների հետ։ Որտեղ այսօր մենք այնքան թույլ ենք հայկական պետականությունը, որ մտածել, որ կարող ես մտնել ինչ-որ մի ալյանսի մեջ եւ այդ ալյանսը քեզ կապահովի քո անվտանգությունը, այդ լուծումները չկան։ Դու պիտի հզորանաս, որ կարողանաս մտածես որպես հզոր ալյանսների մասին։ Մինչև դա չես կառուցել, դու պարտավոր ես կառուցել հայ-թուրքական հարաբերություններ։ Այդ հարաբերությունները կարող են լինել առևտրային, կարող են լինել պատերազմական, համոզված եմ, որ բարեկամական չեն լինելու, բայց կարող է լինի տարբեր ձևի։ Դու ես ձևավորում հայ-ռուսական հարաբերություններ ես կառուցում, որոնք կարող են լինի բարեկամական, չեմ հավատում, տնտեսական եւ այլ, հայ-ամերիկյան, հայ-ֆրանսական, հայ-ֆինլանդական, հայ-ճապոնական, դուրս եկ ուրիշի հարաբերություններից։ Քո շահերը մի կապի ուրիշի շահերի հետ, որտեղ դու այսօր նորից են կրկնում թույլ ես։ Երբ հզորանաս, այն ժամանակ կարող ես դաշինքներ կապես, այն ժամանակ կարող ալուծումներ լինի, բայց մոտիկա 2 սերունդ առնվազն դու մենակ ես։ Եվ ուստի առաջինը քո քաղաքականությունը պիտի լինի հայակենտրոն, դու պիտի հասկանաս, որ դու որպես աժանդակություն, որպես հիմք կարող ես ընդունել միայն քո հնարավորությունները, քո ժողովրդի ներուժը եւ պետք է կենտրոնանաս Հայաստանի վրա, Հայաստանի կերտման վրա, Հայաստանի տնտեսության, հասարակության, ռազմական ուժերի անվտանգության համակարգի վրա։
Աշխարհի հետ դու պատրաստ ես կապերի կազմակերպել։ Այս պահին մենք դեռ այդ առատավոր շրջափուլում ենք ռուս-թուրքական հարաբերությունները։ Իհարկե, որովհետև 2020 թվականի ռուս-թուրքական դաշինքը կազմակերպել է եւ անցեկացել Փայլուն օպերացիա, որի հետևանքով 22-ին փոփոխություն չեղավ։ 2020 թվական, չէ, փոփոխություն եղավ, որովհետև 2022 թվականի պատերազմը կանգնեցել է Միացյալ Նահանգները, ոչ թե Ռուսաստանը կամ Թուրքիան։ Դավիթ։ Մենք շարունակում ենք։ Մենք մնում ենք ռուս-թուրքական հարաբերությունների մեջ եւ քեզ նորից մտցնում այդ հարաբերությունների մեջ։ Այն մարդիկ ես հույս ունեմ, որ չեն հասկանում, որ եկած ասում են, որ դու Ռուսաստանից դուրս ես գալիս անպայման կմտնես Թուրքիայի ազդեցության տակ, դու անպայման ցավոք սրտի մտնելու ես ինչ որ ուժային կենտրոնի ազդեցության տակ, որտեղ թույլ ես։ Եվ մինչև հիմա փորձում ես փնտրել երաշխիքներ քո անվտանգության։ Երբ դու հասկանաս, որ արտաքին աշխարհում երաշխիքներ չկա եւ երաշխիքները միայն ներսում են, քո աչքերը, քո մտքերը դնես հայ ազգի վրա, կենտրոնած քո միասնականության վրա, քո ներուժի վրա, այդ ժամանակ լուծումները կգտնվեն։ Քաղաքական ուժեր են գնում ընտրություններին եւ ասում են, որ մեզ երաշխավորներ են պետք։ Դա մարդկանց այդ երաշխավոր ինստիտուտը միջազգային դեռ փորձում են վաճառել։ Դա այն ինչով մենք սկսել ենք մեր զրույցը, նրան հետևանքն է։ Մարդիկ պատրաստ չեն լինել ազատ։ Եվ դառնալ ազատ եւ կայացնել ինքնուրույն որոշումներ։ Դա շատ դժվար է, Դավիթ, շատ քիչ ժողովուրդներ, պետություններ պատրաստ են նման քայլին։ Ես կարող եմ ասել, մի քիչ ուսումնասիրելով աչքից տակով չակետ նայեմ, որպես քաղաքական քաղաքականությունով զբաղվող, հա, գիտական, աշխարհի մոտ 80% պետությունները պատրաստ չեն անկախ լինել։ Մոտ 80%-ը 200-ից 150-ը գտել են եւ ունեն երաշխավորներ։ Բայց ցավոք սրտի կամ փառք Աստծո մեզ համար մենք այդ լուծումը չունենք։ Արաբական երկրները ունեին երաշխավոր ԱՄՆ-ի տեսքով։ Ես չեմ ասում դա վատ է, դա լավ է, դա արդեն բարոյական գնահատական չէ։ Ռուսաստանի մասին չեմ էլ խոսում, ԱՄՆ-ի մասին եմ խոսում։ Մենք բարոյականի մասին չենք խոսում, մենք քաղաքական օրենքների, օրենաչափությունների մասին այդպես են ընտրել, այդպես են ապրում։ Փառք Աստծո ինձ համար իր ինչ որ ազնվորությունների կուսակցությունները մենք կարող ասեն ցավոք սրտի, մենք այդ լուծումը չունենք։ Մենք չունենք հնարավորություն գտնել ուժային կենտրոն, որը կլինի երաշխիք Հայաստանի համար։ Վիլսոնի ժամանակ փորձել եք, ինչ եք ստացել, երբ Ռուսաստանի կայսրությունից դուրս եք եկել, Միացյալ Նահանգները խոստացել են, հետ են քաշվել, Ֆրանսիան նույն ձևի հետ է քաշվել, Մեծ Բրիտանիան հետ է քաշվել, չունենք այդ լուծումը, Դավիթ։ Դրա համար ցավոք սրտի ինձ համար մենք ունենք կամ Փառք Աստծո երրորդ անգամ ասում մի հատ մի լուծում։ Հասկանում ես, որ դու մենակ ես եւ քո մենականությունը գոյաբանական է, ոչ մեկը չկա։ Եվ դու ունես միայն ու միայն հայ ազգը իր հնարավորությունները եւ այդքանը եթե հասկանում ես դու զարմանալիորեն կարող ես հայտնաբերես քեզ համար ոնց ես եմ հայտնաբերել որ դու ունես ահռելի ներուժ որտեղ 21 դարում դու ոչ թե մի փոքր ազգ ես որ ապրում է հայկական լեռնաշխարհում 21 դարում դու գլոբալ ազգ ես Պարոն Արզյան տեսեք ինչ է ասում վարչապետ Փաշինյանը սա նրա կոնցեպտն է նա ասում է մենք կառուցեցինք բանակ ուժեղ բազանք հզոր բանակ ենթադրենք որը կարողանում է Ադրբեջանի հետ պահել բալանս Մենք կկարողանանք պահել բալանս Թուրքիայի հետ, կկարողանանք պահել բալանս Իսրայելի հետ, կկարողանանք պահել բալանս Աստված ոչ արածցե Իրանի հետ, Պակիստանի հետ, կկարողանանք։ Իհարկե կարող եք եւ վերջի 5 տարին մոտորապես առնվազն 5 տարին ես զբաղվում եմ համապարփակ պաշտպանության անվտանգության հայեցակարգի եւ շրջանակի ձևավորման եւ Հայաստանում ներգրավման այդ աշխատանքների հետ հասարակության հետ Նման լուծումներ կան եւ նման լուծումներ տասնյակ երկրներ կազմակերպել եւ ունեն այնպիսի անվտանգության եւ պաշտպանության համակարգ, որը հնարավորություն է տալիս ոչ մեծ պետությունների դիմադրել ուժային կենտրոնների։ Մի քիչ կարող է գլխովս հիմա անցած ժպտալա կարելի, բայց հիմա մեր աչքերի առջև Իրանը ցույց է տալիս։ Ոնց կարելի է դիմադրել եւ պատերազմում շարունակել պատերազմել աշխարհի ամենաց հզոր ռազմական գերիշխանության եւ Իսրայելին երկրորդը եւ զարգացած եթե վերցնենք զարգացումների տեխնոլոգիական իսրայելական բանակի եւ Միացյալ Նահանգների կազմակերպված կոնսոլիդացված ուժի դեմ Իրանը մեկ ամիս կռվում է եւ հասել է նրան որ Միացյալ Նահանգները ստիպված են այսօր ընդունել Իրանի լուծումները որպես սկզբնային եւ հիմքային, որի վրա պիտի կառուցվի այն հարադատարը
Իրանը այսօր հասել է հրադադարին։ Ասիմետրիկ պատերազմներ վարելու ձևն է պետք օգտագործել։ Այդտեղ գործիքներ կան, Դավիթ, իհարկե դա ասիմետրիկ Ես դա եմ պատերազմ տեսնում է։ Իրանում հիմա։ Ասիմետրիկ է, բայց իրանք ձևավորել են նույն ձևի համապարփակ մոտեցում, իրանք հավաքել են ազգի ողջ ուժը, ուղղակի ուրիշ ձևով են հավաքել։ Ոչ թե ես գիտեք ինչ եմ ուզում ասել։ Մենք դա չենք արել, հա, խնդրեմ։ Հա, Իրանը ուրիշ ձև է հավաքել։ Իրանը հավաքել է որպես արևելյան ռեժիմ, արևելյան մենամարտության թեոկրատիկ ռեժիմ, բայց տեխնոլոգիական ռազմավարական հավաքել է դա։ Մենք որպես եվրոպական երկրներ ուրիշ պիտի կառուցենք, եւ այդ ոնց կառուցել մենք Հյուսիսային Եվրոպան է կառուցել, Սինգապուրն է կառուցել, Թայվանն է կառուցել, Իսրայելն է կառուցել, Շվեյցարիան է կառուցել, կարելի է կառուցել։ Դա այդ խնդիրը լուծում ունի։ Միայն շրջանակից արդեն կարելի է անցնել հայեցակարգից կարելի է հասնել, պետք է հասնել ռազմավարությունների ճանապարհային քարտեզին եւ այդ խնդիրը լուծել։ Եվ մենք կարող ենք 5 տարում արդեն ունենայինք ուրիշ բան։ Ես հասկացա ձեզ։ Տեսեք, այն դուք ինչ ասում եք, դուք Իրանի օրինակն եք բերում։ Իրանը կարող է փորձել պայքարել եւ դիմադրել Իսրայելին եւ ԱՄՆ-ին միայն այդ ասիմետրիան օգտագործելու պարագայում։ Այն դեպքում, երբ որ մենք 20 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ սա մեզ համար սարդարապատ է, մենք դա չարեցինք։ Մենք 21-ին չարեցինք, 22-ին չարեցինք, 23-ին չարեցինք։ Հիմա ես երեք եմ իմացել փորձագետներից մեկից, որ որն էր հիմնական պատճառներից մեկը, որ ամերիկացիները չհարվածեցին Իրանում կամուրջներին եւ էներգոհամակարգին։ Իրանցիները ուղղակի մարդկանց տարել են հազարավոր խաղաղ բնակիչներ ու կանգնացրել են այդտեղ։ Սա էլ է միջոց։ Ես չեմ ասում ճիշտ է նա, բայց սա միջոց է։ Հա, այդ դրա համար չեն կանգնեցել, որովհետեւ նույն ձևի Միացյալ Նահանգները առաջի օրերը դպրոց են ոչնչացել։ Դա աշխատում է, բայց կանգնացել են, որտեղ Միացյալ Նահանգները կանգնել է պարզ կանգնել է այն եզրին, երբ ինքը դառնում է ցեղասպանություն գործող ազգ։ Հենց այդ դեպքում ես էլ եմ ասում, որ խփել այդ կամուրջին մի քանի հազար հոգի մնա վրա են, ասենք այդ կամուրջին։ Տրամպը հայտարարել է, որ ես ոչնչացնել եմ քաղաքակրթություն, որ փաստորեն ես կիրառել եմ միջուկային զենք, Իրան կիրառել եմ մի քիչ տարբեր։ Երբ Դավիթ, այստեղ բան կա, նուրբ բանա, ցեղասպանության գործերում գնահատականների մեջ խոսքերը գնահատվում են որպես գործիք, եւ դու հայտարարել ես դա նշանակում է դու պատրաստ ես եւ կանես։ Այդ արդեն ցեղասպանության օրենքների կիրառման մասին է խոսքը գնում։ Եվ ուղղակի իրան երևի գոռացել է լականջին, որ տես բաներ մի արա։ Լավ, բայց Իրանը մեզ համար որպես մոդել զուգահեռություն եմ ասում, Իրանը մենակ է։ Իրանը գիտի, որ ոչ մեկ իրան չի գալու օգնություն, միայն շիիզմի վրա կանգնած է, ինքը մենակ է, Սունյա, բոլոր իսլամական աշխարհը կանգնած չի, Միացյալ Նահանգները, Չինաստանը չի միջամտել, Ռուսաստանը չի, եւ ինքը մենակ հիմնելով միայն իրան ռեսուրսների վրա, բայց 20 տարի պատրաստվելով դրան։ 20 տարի Իրանը պատրաստվել է այս պատերազմին։ Փորձումներ անցկացնելով Մերձավորավերքում, այստեղ, այնտեղ պատերազմներ վայելելով Իրանի ոչ Իրանի տարածքում, բայց սովորելով ոնց կարելի է այնման պատերազմներ անցկացնել։ Երբ այդ պատերազմը սկսվել է, ինքը պատրաստ էր։ Դες եթե դու պատրաստվում ես, եթե դու ունես նպատակ պաշտպանես քո երկիրը, ես կարող եմ որպես ռազմական գիտնական եւ փորձագետ ասել, որ լուծումները կան։ Եվ ինձ համար ամենամեծ հարցը, որը դնում եմ այսօրվա իշխանությունների առջև, ինչու 5 տարվա ընթացքում այդ աշխատանքները այդքան քիչ են արել։ Մենք պիտի անցածնենք մեկ մղում, անցել ենք մի քայլ եք արել։ Վերադառնանք նորից մեր թեմային, ես հասկացա ձեզ պարոն Արզուման։ Տեսեք, դուք նշեցիք, որ մենք մնացել ենք, փաստորեն մեզ ստիպել են, որ մենք մտնենք այդ արատավոր շրջափուլը, ռուս-թուրքական կայսերական շահերը, մենք չենք ունեցել պետականություն։ Մենք լավից թե վատից, լավ թե վատ ունենք այդ պետականությունը այսօր։ Հիմա ի՞նչն է մեզ խանգարում ունենալով այդ պետականությունը, վերջապես դուրս գանք այդ արատավոր շրջանից, որպեսզի մեր սալիավես չօգտագործեն որպես մանրադրամ։ Խնդիրը որտեղ է։ Խնդիրը իշխող վերնախավի խնդիրներն է հոգեբանական եւ մնացած չգիտեմ բացի հոգեբանականից ինչ բաներ կա, լծակներ կա, պատրաստ չեմ իշխող վերնախավը լինել անկախ, պատրաստ չլինել հայակենտրոն։ Իրանք մինչև հիմա փնտրում են երաշխավորողներ, որոնք պիտի երաշխավորեն իրենց իշխանությունը եւ Հայաստանի անվտանգությունը եւ զարգացումը։ Մինչև մենք չունենանք չձևավորի հասարակական եւ քաղաքական ուժեր, կուսակցություններ, որը կհայտարարեն
որ մեր լուծումները միայն Հայաստանի մեջ են, հայակենտրոն են, իմ Սփյուռքի մեջ են, եւ այս ներուժի վրա է մեզ կառուցելու ուրիշ Հայաստան, մենք ունենալու այդ խնդրեմը, որովհետեւ պետք է հասկանալ, որ հզոր անկախ Հայաստանը ոչ մեկին պետք չէ, պետք է միայն ու միայն հայ ազգին։ Ոչ մեկը նորից կրկնեմ, ոչ մի ուժային կենտրոնին հզոր կայացած Հայաստան անկախ պետք չէ, որովհետև հայ ազգը ահռելի հզոր է իր ներուժով։ Եթե մենք կարողանանք անկախանալ եւ սկսել կառուցել մեր պետականությունը, մենք մի 20 տարում կդառնանք ահռելի ուժեղ պետություն եւ կմոտնանք դառնալու այն, որ դառնանք ուժային կենտրոն։ Եվ ոչ մեկը հետաքրքրված չէ մի հատ ուժային կենտրոններ ունենա։ Մանավանդ այս ձևավորող անվտանգության միջավայրում, որտեղ ջունգլիային օրենքներն են։ Հզորները ոչ մեկը չեն սիրում եւ չեն ուզում։ Միայն այն ազգին, որը կառուցում է։ Ոստի առաջինը նորից կրկնեմ, հասկանալ, որ դու մենակ ես։ Հասկանալ, որ դու պետք է կենտրոնանաս քո ներուժի վրա եւ սկսել կառուցել Հայաստան, որը ի սկզբանե կառուցում է որպես անկախ։ Ոչ մի հետ հույսերը չի կապվում իր ապագան, իր անվտանգությունը, իր զարգացումը։ Եթե այդպես դնես քո դրքորոշումը, դու անպայման կսկսես հրաթած այդպես կայծակի նման զարգանալ եւ կունենաս լրիվ ուրիշ հնարավորություններ այդ ժամանակ ունենաս դաշնակիցներ, որը կուզենան նման Հայաստանի հետ դաշինք կազմել։ Մինչև դու հզորանալու ես, քեզ կխանգարեն, բայց երբ դու հզորանաս, քեզ հետ իհարկե հաշվի կանգնեն։ Պարոն Արզումանյան, այսպիսի մի խնդիր էլ կա, ես կարծում եմ սա խնդիր է, որը վերաբերվում է մեր քաղաքական դասին ընդհանուր առմամբ եւ իշխանությանը եւ ընդդիմություններին։ Կա այսպիսի մի մոտեցում կարծիք իրենց մեջ, որ մենք կարող ենք ապրել թուրքերի հետ միայն նրանց պայմաններով։ Եթե մենք ընդունենք նրանց պայմանները, որոնք նրանք մեզ թելադրում են, մենք կարող ենք ապրել, մեզ չեն ոչնչացնի, մեզ չեն սպանի։ Դա միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք գոյատևել այս տարածաշրջանում։ Դուք այդպիսի կարծիք տեսնում եք մեր քաղաքական դասում։ Ինձ համար դժվար է ասել դա, որովհետև երևի ես ունեմ յուրահատուկ միջավայր, ում հետ շփում եմ, այնտեղ նման մտքերը քաղաքական դասի մասին է խոսքը գնում, սովորական մարդկանց մասին չէ։ Հա, քաղաքական դասի դե շատ քիչ եմ իմա, հա, ճիշտ հարաբերություններ չունեմ, ես ավելի շուտ ռազմական փորձագետների հետ ուղղությամբ քաղաքական գործիչները ներեցեք հիմա ինձ չեն հետաքրում, որովհետև եթե մանավանդ եթե նման մոտեցումներ կան, ինձ մոտ չեն համարձակվում նման մտքեր արտահայտել Դավիթ։ Ես չեմ կարող ասել դրա մասին, բայց դա նույն ստրուկական մոտեցման հետևանքն է։ Դա ստրուկի պահանջն է, ստրուկը փնտրում է իր տերին, ռուսերնի, թուրքերնի, ամերիկանցինի, ֆրանսիացինի, ինքը արա ստրուկը չի կարողանում առած տերին։ Ամաց ողբերվալի բանը ստրուկի համար երևի այդ կորցնում է տերը։ Ամենից շատ ինքը լավող ինքն է երևի։ Դրա համար այստեղ հարց չկա։ Իհարկե կարող է կապել եւ հայկական մեր ազգը վաղուց է ձևավորել Թուրքի հարաբերությունները ոնց պիտի կառուցես, Թուրքիայի հարաբերությունը ձերքիդ պիտի պահես հակը, եթե հակ ձերքիդ չես պահում, պիտի հզոր լինես, դու պիտի պատրաստ ես թակես, Թուրքիի հետ կարելի է բարեկամներ ապրել, եթե դու Թուրքին թակում ես։ Պարոն Արզումանյան, նաև փորձենք ձեր նշած ուղղությունը, ձեր նշած ճանապարհը դիտարկենք նաև այլ տեսանկյունից, այլ կողմից։ Այդ ամենը պահանջում է բավականին զարգացած տնտեսություն։ Իհարկե։ Մեր այսօրվա տնտեսությունը, մեր փակ սահմանները թույլ չեն տալու, որքանով ես հասկանում եմ, այդ ամենը կառուցել, որ 20 տարի հետո մենք դառնանք հզոր պետություն, որի հետ բոլորը ցանկանան դաշնակից լինել։ Այս խնդիրը ինչպես լուծենք, տնտեսական։ Տնտեսական ես տնտեսագետ չեմ Դավիթ, ինձ համար դժվար է։ Տնտեսությունն է այդ ամենի հիմքը։ Տնտեսությունը, այո, տնտեսությունը դա հիմքն է, բայց տնտեսությունը եւ հասարակությունը։ Քո հասարակությունը պիտի պատրաստ լինի այդպես ապրել։ Ավելի մեծ խորքային խնդիր է հասարակությունը եւ տնտեսությունը։ Բայց տնտեսությունը այսօր արդեն մենք թվային դարի մեջ ենք, միջնադարի մեջ ենք, եւ թվային միջնադարի մեջ դու հնարավորություն ունես զարգացնել քո տնտեսությունը այս սահմանափակ իզոլացված վիճակում։ Եթե մենք եթե խոսենք 20 տարի սկզբում կամ 20 տարի 50-ական թվականների, ես կհամաձայնվեի քեզ հետ, բայց 21 դարում դե հնարավորությունները, լուծումները կարող ես ունենալ Դավիթ։ Դա խնդրեմ չի։ Այդ խնդիրները լուծում են։ Մանավանդ եւ դու գլոբալ ազգ ես եւ քո ներուժը եւ հնարավորությունները աշխարհով մեկ են սփռված, դու ուժային կենտրոններում, զարգացած կենտրոններում ունես այդ ներուժը եւ դու ապրում ես մի դարաշրջանում, որտեղ գիտելիքները անմիջապես դառնում են տնտեսական հզորություն։ Այսօր
քո գիտելիքները այսօր գիտելիքների տնտեսությունը քեզ տալիս է հնարավորություն միանգամից ունենալ տնտեսական արդյունքներ։ Այդ իմ գրքից հիմնական թեմաներից մեկը հույս ունեմ այս ամիս, մյուս ամիս պիտի հրատարակվի։ Այդ լուծումները կան։ Այդ ավելի շուտ պատճառաբանություններ են ստրուկների կողմից, ինչու մենք չեք խարժվում այդ կողմերի վրա, առաջինը, երկրորդը զուտ էգոիստական շահերը։ Հայաստանում ձևավորված է օլիգարխ համակարգ, տնտեսություն, եւ օլիգարխների շահերը, օլիգարխական շահերը մտնում են հակասության մեջ ազգային շահերի հետ։ Հայկական օլիգարխները ձևավորվել են ռուս-թուրքական հարաբերությունների մեջ։ Իրանք շատ դժվար են հարաբերություններ կառուցում Իրանի հետ, Հնդկաստանի հետ, Չինաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ, շատ դժվար, որովհետև իրանց տնտեսությունը, իրանց բիզնեսները, իրանց օլիգարխ համակարգերը ձևավորվել են այդ հարաբերությունների մեջ։ Եվ եթե Հայաստանը դուրս է գալիս այդ հարաբերություններից, դա անմիջապես խփում է իրանց բիզնես շահերին։ Եվ այստեղ օլիգարխների հարաբերությունը եւ վերաբերմունքը շահերը մտնում են հակասության մեջ եւ դու որպես քաղաքական ուժ պիտի կարողանաս քո օլիգարխատներին բացատրես, որ կա ավելի մեծ հնարավորություն աշխատել գումար։ Դու ավելի հարուստ կդառնաս, եթե դուրս գաս ռուս-թուրքական հարաբերություններից։ Եվ դա իրոք այդպես է։ Եթե դու կարողանաս ռուս-թուրքական հարաբերություններից տնտեսական դուրս գաս, դու որպես խոշոր կապիտալիստ, խոշոր բուրժուա կստանաս անհամեմատալի ավելի շատ հնարավորություններ։ Քեզ սահմանափակում են։ Ուղղակի դու ծնվել ես այդ միջավայրի մեջ, այդ ջրի մեջ, ռուս-թուրքական ջրի մեջ, եւ չես պատկերացնում, որ կա ուրիշ հնարավորություններ։ Բայց եթե դու ուսումնասիրում ես գլոբալ տնտեսությունը, հնարավորությունն ես տեսնել, ես անվտանգության ուղղությամբ եմ նայում այդ ամենը, հա, Դավիթ ռազմաարդյունաբերական համիլերների զարգացման եւ այլ։ Դու տեսնում ես այդ հնարավորությունները կան։ Ուղղակի պետք է այդ նեղ շրջանակներին Հայաստանի օլիգարխները մի քանի տասնյակ հոգի են ընդամենը, 100-ից 100 լինեն։ Այդ 100 անձնավորություններին բացատրես, որ պետք է դուրս գալ այդ հարաբերություններից եւ քո բիզնեսի համար եւ Հայաստանի համար ավելի լավ կլինի, ավելի լավն է դու ունենաս հզոր Հայաստանում 100 անգամ ավելի հզոր Հայաստանում 10%, քան թե պայես 80% աղքատ Հայաստանի մեջ։ Եկ միացածնեք Հայաստանի հնարավորությունները, քո տոկոսը կիջնի, բայց քանակը կմեծանա, տղա չի հայրք, իրանք բոլորը հաշվա մարդիկ են հզորություն են վերահսկում, վերաբերվել ճիշտ չէ։ Իրանց հետ էլ է պետք է աշխատել, քաղաքական ուժերի հետ է պետք է աշխատել, հասարակության հետ է պետք է աշխատել, հասարակության փոփոխությունը ամենից դժվար կտորն անելու, Դավիթ, որտեղ հասարակությունը իներցիոն է։ Մենք չունենք հնարավորություն սերունդներ սպասել եւ կփոխակերպի։ Դա համար օլիգարխների հետ կարելի է համաձայնության գալ կամ պարտադրել։ Այլևս մարդկանց չներշնչեն, որ նրանք ստրուկ են եւ նրանց ընտրությունը Ռուսի եւ Թուրքիի միջև ստրկության մեջ է։ Մի սերունդ առնվազն պիտի անցնի 2 սերունդ, որ դրանից ազատվեք։ Իսկ օլիգարխների հետ այդ 100 հոգու չակետակվել կարելի է հավաքել, բացատրել կամ ստիպել։ Հասարակության ստիպել չի լինել, որտեղ սկսում է ստիպել, դրան վերաբերում ես որպես ստրուկ չի կարելի։ Այդ խնդիրներն են, որը մեր մշակույթի մեծերը, մեր հասարակությունով զբաղվել, պիտի դնեն այդ խնդիր եւ սկսեն լուծել։ Պետք է զբաղվել, այսինքն այդ խնդրով նրանց հետ, ովքեր արմատավորում են այդպիսի ստարկամտությունը հասարակության մեջ։ Հա, առնվազն դուք որպես mass media դրա մասին պիտի մտածեիք։ Ես շատ մտածում ենք, պարոն Արզումանյան։ Ես շատ նեղ կտոր եմ վերցրել անվտանգությունը, հա։ Չակետներում քաղաքական ոլորտը մի քիչ եւ անվտանգությունը։ Եվ ամեն մեկս վերցնի մի կտոր եւ փորձի մեր կտորում այդ գաղափարները մտցնել։ Եվ վերջում մենք կունենանք այդ լուծումները, Դավիթ, ես պրոբլեմ չեմ տեսնում։ Մենք փորձում ենք դա անել, բայց ցավոք դա շատ քիչ անբավարար է։ Ես իրոք ձեր դշած ճանապարհը երևի թե ճիշտ է, որպեսզի մարդիկ, ովքեր այդ ամենը գեներացնում են, հասկանալ, որ իրավիճակը փոխվել է 21-րդ դարը եւ արդեն իրենց իսկ շահերից չի բխում մեծացնել ստրուկների սերունդներ, որովհետեւ դա լավ տեղ չի տանելու ոչ իրենց շահերը, ոչ իրենց կապիտալները, ոչ էլ վերջը մեր երկիրը։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն։ Շնորհակալ եմ։ Մեր հյուրները ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։
Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Մեր եթերը շարունակվում է տեսակապով, Մեծ Բրիտանիայի Լոնդոն մայրաքաղաքից է մեզ միացել ռազմական փորձագետ Սերգեյ Միգդալը։ Приветствую вас, господин Мигдаль. Здравствуйте, добрый день и спасибо большое, что пригласили меня снова. Спасибо, что приняли наше приглашение. Первый вопрос у меня достаточно такой принципиальный, но мне кажется все-таки актуальный. Так у нас сейчас война продолжается между Ираном, США и Израилем или все-таки сейчас перемирие? У нас сейчас режим прекращения огня, очень хрупкий и частичный в войне, которую Иран начал против Израиля 7 октября 2023 года. Вот это мой короткий ответ на ваш принципиальный вопрос. Второй вопрос такой. Несмотря на то, что Иран внес это как условие прекращения огня, прекращения войны, в том числе в Ливане, Израиль продолжил атаки на Ливан, в том числе нанес серию мощных ударов, авиаударов по территории Ливана, что, собственно говоря, привело к тому, что в Иране заговорили о том, что все это вилами на воде писано и война будет продолжаться. Что мешает сейчас Израилю соблюдать этот режим, в том числе в Ливане, чтобы вот это перемирие, режим прекращения огня, худо или бедно соблюдался? Я как бы не совсем, наверное, понимаю вопрос, но попытаюсь подробно на него ответить, да, как ни странно. Вы, наверное, мне можете сейчас показать, да, текст, который вам прислали, подписанный всеми сторонами этого прекращения огня. Где написано, Нет, Израиль что вообще... не написано там, что премьер-министр Израиля согласился прекратить военные действия ответные против Хизбаллы, которые напали без всякой провокации на Израиль 2 марта этого года, да, после того, что их предупреждало ливанское правительство, правительство США, Франция, Евросоюз, этого не делать. Да? Израиль вообще ничего не подписывал, но это не мешает Израилю, насколько я опять-таки понимаю из новостных лент, перестать, собственно говоря, бить по территории Ирана. Я говорю об этом сейчас. Да, просто Иран, да, потому что Израиль в устной форме, премьер-министр Израиля, уполномоченный израильским кабинетом безопасности, пообещал
Дональду Трампу по его просьбе прекратить временно удары по Ирану. И тут важно еще раз отметить, что когда речь идет вот об этой операции, которая в Америке называется Epic Fury, а в Израиле Львиный рык, это две как бы параллельные операции и связанные между собой. Так вот, эта операция все-таки начата была по инициативе Соединенных Штатов Америки, президента Трампа. И Израиль в ней не играет главную роль. Это большая, кстати, разница по сравнению с тем, что было в июне 2025 года, где это была чисто израильская операция, которая буквально в последние ее 24 часа присоединились США, как вы помните, до ударов по подземным цехам 3 атомных главных центров в Иране. А тут речь идет об американской операции в первую очередь, для которой на Ближний Восток были собраны гигантские силы их, в первую очередь авиации и военно-морского флота, и поэтому, естественно, ведущую роль в ней играли США и президент Трамп. И когда президент Трамп позвонил Биньямину Нетаньяху за пару часов вот до своего твита, где он заявил, то, естественно, Биньямин Нетаньяху, уполномоченный израильским правительством, эту просьбу принял. Но, более того, они говорили где-то 30 минут, и во время этого разговора четко сказал президент США, да, трудно найти более крупную как бы фигуру, сказал Биньямину Нетаньяху, что это перемирие относится именно к ударам по Ирану и иранским целям, и никак не относится к операции Израиля по отодвиганию и обескровливанию Хизбаллы, которую Израиль начал 3 еще раз марта в ответ на неспровоцированное нападение Хизбаллы с территории суверенного государства Ливан. И поэтому я не вижу нигде вообще таких обязательств. У меня вопросы, да? Мы слышим про эти обязательства, знаете откуда? От премьер-министра Пакистана. Премьер-министр Пакистана говорил с Биньямином Нетаньяху, насколько я знаю, нет. Вообще не общался. Более того, Пакистан с точки зрения Израиля вообще никакой не посредник. Это страна, в паспортах которого написано «valid for all countries except for the Zionist entity of Israel». Да, да, вы уже говорили об этом. Относится к Израилю. Нам это не посредник. Посредник может быть страна, с которой у нас даже есть, хотя и проблемные, но какие-то отношения, типа Турции, Египта, Катара. Да, поэтому Израиль продолжает операцию против Хизбаллы. То, что было вчера, по некоторым уже известным данным, это во многом круче было, чем та самая операция по подрыву пейджеров и раций, поскольку удалось в течение 10 минут среди этих 100 целей первых, а с тех пор уже сотни целей поражены за прошедшие 24 часа, накрыть главные оперативные штабы и штаб ведения огня Хизбаллы, где погибли практически большинство их высших командиров, погиб начальник охраны генерального секретаря Наима Кассема, погиб его личный ассистент и племянник Хашем, да, так что там все до сих пор в шоке, и показывает даже, что пока Хизбалла успела запустить только несколько ракет в сторону Кирьят-Шмона и Метулы, это маленькие города на израильской границе, которые были сбиты, то есть это пока мощь этого удара. Израиль параллельно, вы знаете, 5 израильских дивизий продолжает наступление в Южном Ливане, 146-я дивизия уже прошла за неделю 24 километра, в самом западном секторе у моря. И 600 тысяч шиитов ушли с Южного Ливана. Сейчас эта зона расширяется. Израиль собирается превратить ее в мертвую зону, где не будет жить никто, кроме жителей христианских и друзских деревень, которые находятся в контакте с Израилем. Они никуда не ушли, им разрешили остаться. И ситуация эта изменится. Израиль разрешит жителям вернуться туда и ливанскому государству начать восстанавливать только тогда, когда Хизбалла будет разоружена и не заведена до позиции политической партии внутри ливанского общества. В конце концов, как Ливан обустраивает свою политику, это их личное дело. Но больше терпеть Израиль не собирается. Присутствие вооруженных отрядов Хизбаллы не только к югу от реки Литани, а даже к югу от реки Заарани. Это 40 километров на границе. Собственно говоря, вице-президент США Венс сегодня перед отлетом из Венгрии также заявил, что вопрос Ливана не был частью соглашения о прекращении огня, и, по его словам, иранцы ошибочно полагали, что на прекращение огня распространится и на Ливан, но США никогда им такого обещания не давали. Вопрос такой. Есть такая точка зрения, я вчера ее обсуждал с нашими экспертами, что, собственно говоря, перспектива того, перерастет ли этот режим прекращения огня в полноценное перемирие или даже, возможно, мир, в первую очередь зависит от Израиля. Вы с этим согласны? Ну, я бы не говорил бы вот так категорично. Она, безусловно, зависит от Израиля.
поскольку Израиль является важной стороной в этом конфликте. И многие аналитики, когда пишут о самом этом конфликте и о возможностях его разрешения или о том, какую он форму дальше примет, практически только говорят о Трампе и позиции администрации США, Ирана, и вообще почти даже не упоминают Израиль, да, хотя важно отметить, что хоть Израиль, конечно, был второй скрипкой в этой операции, но с точки зрения боевых вылетов наши почти то же количество было боевых вылетов, как у американской морской авиации ВВС. И, естественно, Израиль был в первую очередь ответственен, это не секрет, за уничтожение высшего руководства Ирана, начиная с Аятоллы Хаминеи, главы Совета Безопасности Али Лариджани, главы Совета обороны Ирана адмирала Али Шамхани и десятков генералов КСИР, включая главу КСИР, главу разведки КСИР, главу сил Басидж, главу ВВС КСИР, ВМС, министра обороны Ирана и прочих. То есть Израиль играл важную роль. Но, еще раз, это не зависит в первую очередь от Израиля, все-таки при всем уважении к возможностям израильских вооруженных сил и разведки, главную, еще раз, роль играют здесь США. И проблема главная для того, чтобы какое-то видеть мирное разрешение проблемы, да, которое бы означало, что не будет больше вот таких вот открытых, очень активных военных действий, от которых, в общем, никому не хорошо, да, страдают люди и в Израиле, и в странах Персидского залива, и, естественно, в самом Иране, где погибли тысячи человек. Да. По данным Израиля, кстати, потери в Иране около 7 тысяч. Почти все из них, ну, скажем, 90% это офицеры и боевики, и солдаты КСИР, иранской армии, и сил безопасности Басидж. Так вот, для того, чтобы достичь такого уже постоянного прекращения огня и перемирия, не говоря уж о мирном соглашении, нужно каким-то образом найти компромисс между позициями, в первую очередь, США и Ирана, которые собираются, и, кстати, переговоры. Я слышу, и это относится немножко к вашему предыдущему вопросу, это что все-таки, несмотря на все протесты громкие Ирана по поводу происходящего в Ливане, вот свежие новости четверга, что делегация иранская все-таки отправляется в Пакистан. Да, вчера они угрожали не ехать. Да, это просто показывает, что им тоже очень не хочется продолжения всех этих ударов. Да, и буквально за день, и вот то, что, кстати, иранцы согласились на это перемирие, это было ведь результатом того, что Израиль начал уничтожать просто последовательно объекты их промышленности. Не только военной, а уже гражданской, которые, конечно, являются объектами двойного назначения. Сталелитейные заводы, алюминиевые заводы, все НПЗ, многие, да, это которые производят бензин и дизельное топливо. Так вот, главная проблема, еще раз, мы видим вот эти 10, было много путаницы, и еще раз, эта путаница всегда происходит из-за твитов, заявлений Дональда Трампа, который, как мы уже знаем, все хорошо любят поговорить. И очень любил много поговорить, еще когда он даже не был президентом. Еще 40 лет назад он любил много поговорить. Это не значит, что все это надо воспринимать буквально. И проблема в том, что 10 принципов Ирана и 15 принципов США, между ними очень мало общего. И это не значит, что нельзя найти какие-то общие элементы и продвинуться. Да? В чем проблема? Что проблема, что есть тут у нас перемирие, прекращение огня всего на 2 недели. Мне кажется, что за 2 недели просто невозможно вот эти огромные разрывы в позициях сторон каким-то образом эти проблемы решить и сделать bridging proposals. Некоторые из этих тем, о них речь идет о темах, такие как, например, обогащение урана, что делать с уже полученными обогащенным ураном, да, ну, гексафторидом до 60%, что делать с существующими, еще остающимися какими-то ядерными объектами, хотя они почти все разрушены. Об этих вещах велись переговоры годами. И ожидать, что за 2 недели все эти проблемы разрешат, а у нас тут еще и Ормузский пролив, и компенсации, и американские базы, и поддержка Ираном Хизбаллы, исламского джихада, Хамаса и хуситов, и милиции в Ираке, да, что требуют американцы прекратить, между прочим. И тема, естественно, производства баллистических ракет. Американское требование отказаться от производства баллистических ракет далее больше 300 километров дальностью, по-моему. Так вот, как все это можно решить за 2 недели? То есть я уверен, что нельзя. И я так понимаю, что надежда иранцев, да, что потом Дональд Трамп даст им еще время, продлит этот перерыв. В принципе, это возможно.
Просто, зная историю Дональда Трампа, мы видим, что в отличие от Обамы, Байдена и даже администрации первого Буша, он не настроен вот делать такого рода бесконечные продления этих переговоров. И в чем иранцы очень преуспели, они большие мастера такие переговоры затягивать, изматывать, да, своих партнеров в переговоры и получать выгодные для себя подвижки. Так вот, история нам прошедших 2 лет показывает, что Трамп не склонен, он нетерпелив и не склонен, вот, чтобы его так выматывали, и иногда может под горячую руку принимать очень резкие решения. Поэтому, что я хочу сказать, что есть немалая вероятность того, что полномасштабные боевые действия между Израилем и США с одной стороны и Ираном с другой могут в ближайшие дни или недели возобновиться, да, с полной силой. Это вполне возможно. Да. Вице-президент Венс перед отлетом из Будапешта сделал еще одно заявление касательно намеченных на ближайшие выходные переговоров между Вашингтоном и Тегераном, отметив, что это очень хороший первый шаг на пути к окончательному соглашению. И он также отметил, что иранцы обещают США открыть Ормузский пролив. Вопрос такой. Насколько я понимаю, сегодня вот в этой вот асимметричной войне, которую ведет Иран, их основной козырь, который они применяют, это все-таки перекрытый пролив. Да? Перекрытый частично, но понятно для некоторых стран. Насколько вы оцениваете высока вероятность того, что они откажутся от этого козыря еще на переговорном этапе и откроют пролив? Насколько мне это видится, они не собираются отказывать. Это один из их козырей. Другой козырь, как мы видели, кстати, вчера, они сказали, что в ответ на удары Израиля по объектам Хизбаллы в Ливане они нанесли удары по арабским странам Персидского залива. Кувейту, Эмиратам, Саудовской Аравии. Вот такая вот странная у них логика, когда говорите об асимметрии. Да. И Ормузский пролив, конечно, действительно для них важный козырь. И то, что происходит сейчас, кстати, в Америке, мне кажется, ну, может, это их тактика, но они выдают желаемое за действительное. Мы помним все то, что вот было 2 дня назад, когда впервые уже было понятно, что есть реальное продвижение в этих переговорах о временном прекращении огня с посредничеством Пакистана. И президент Трамп опубликовал пост в своей соцсети, где было написано, что США согласны на такое перемирие и прекращение огня на 2 недели. И было написано такими, знаете, большими буквами заглавными, при условии, что Иран обеспечит полное, свободное, беспрепятственное прохождение всех коммерческих судов в Ормузском проливе. Мы теперь видим, что перемирие есть. Очевидно, будут уже, может быть, даже уже в пятницу или в субботу начнутся какие-то переговоры. Но свободного прохода в Ормузском проливе как не было, так и нет. На самом деле, так называемый свободный проход, да, мы видим единственное, что изменилось, что в отличие от прошедших 5 недель, иранские дроны и крылатые ракеты не наносят ударов по танкерам и судам в Персидском заливе и в Оманском заливе. Но по-прежнему Иран рассылает, как я вижу, всем странам и судоходным компаниям указания и требует проходить судам вот через их, то, что сейчас по-английски красиво назвали «толбос», то есть буквально таможенный как бы шлюз, это канал между островом, одним из островов, остров Ларак, по-моему, и побережьем иранским Персидского залива, и платили, сколько там, $1 за баррель нефти. Очевидно, с контейнеровозов, сухогрузов будут брать в какой-то другой схеме. То есть никакого свободного прохода через Ормузский пролив не видно. И, как я понимаю, настроено руководство нынешнее, не совсем понятное, иранское. Да? Про это вице-президент Венс тоже говорил, в котором прямо сейчас происходит внутренняя борьба, кто же там главный. Так вот, он не настроено этот козырь отдавать. И если они останутся на такой позиции, это тоже будет большая проблема для Дональда Трампа с его как бы выходом, завершением этого конфликта. Потому что не могут себе позволить ни США, ни, кстати, страны Западной Европы, ни, естественно, страны Персидского залива, чтобы они все вот зависели таким образом от Ирана и платили ему что-то вроде дани, как русские князья платили дань монгольскому хану. Поэтому я ожидаю, что это будет одним из главных камней преткновения и возможной причиной возобновления каких-то военных действий. Мы слышим прямо сегодня новости, что Англия и Германия находятся сейчас в центре какой-то создающейся очень медленно коалиции,
которая пошлет военную флотилию, чтобы обеспечивать безопасность судоходства в Ормузском проливе. Но когда говорят о военной флотилии, она ведь и на то и военная. То есть это значит, что если надо, она будет силой как бы обеспечивать проход коммерческих судов нейтральных и других государств через Ормузский пролив, не платя денег Ирану и не спрашивая разрешения. Потому что если делать это с разрешения Ирана, да, тогда не нужна никакая флотилия, военные корабли. Да. Иран разрешил, и можно безопасно плыть, заплатив, как говорится, деньги и послав благодарность находящемуся в коме Аятолле. На самом деле, читая доклады, аналитические записки международных финансовых аналитиков, экономистов, создается впечатление, что разблокирование Ормузского пролива является сегодня задачей номер один и приобрело очень большую актуальность, потому что энергетический кризис, собственно говоря, он только-только начинается, поскольку те первые танкеры, которые в свое время полтора месяца назад не вышли из этого пролива, они сегодня не пришли в пункты своего окончательного назначения. То есть это нефть только-только не поступила. И важно отметить, что речь идет не только о нефти, но и о сжиженном газе, который после нападения России на Украину приобрел дополнительную актуальность, поскольку ставка была сделана именно на сжиженный газ, как на основную альтернативную замену российскому газу, метану. И в этом контексте возникает такой вопрос: есть ли сегодня у США, у Европы, вообще у мира ресурс, который позволит продолжать эту войну и продолжать эту всю ситуацию и позволить Ирану держать этот пролив закрытым, в том числе учитывая войну в той же Украине, поскольку Россия, насколько я понимаю, получает сегодня миллиарды долларов от своей нефти в результате всего этого. И не является война в Иране слишком большой ценой, которую придется тем же США и союзникам заплатить на севере? Это непростой, комплексный вопрос. Ну, все взаимосвязано. Да. Ну, как бы можно было сказать, что, например, Англия и Франция могли не начинать 1 сентября, не объявлять войну Германии. Мы ведь знаем, каким ужасным расходом и разрушением это привело. Пусть, например, захватывает Германия все страны Европы. Можно, наверное, было договориться. Как говорится, привет от Чемберлена. Но это ведь не все так. Не все в жизни определяется экономикой, хотя это невероятно важный сектор, да, принятия решений, важный для всех. В Иране, кстати, тоже. Да. И тут надо проводить большую как бы разделительную черту между тем, о чем думает в Америке, и соображениях президента Трампа, и американского руководства, и то, о чем думают в Европе, в Индии, в Китае, в Японии, в других странах Юго-Восточной Азии. Потому что все-таки важно отметить, что США, еще раз, является экспортером нефти и сжиженного газа. И неважно, там говорят, какие-то 3% покупают нефти на спот-маркете, но на самом деле, еще раз, с практической точки зрения, Америка полностью обеспечивает себя и газом природным, и нефтью. А сейчас с повышением цены на нефть, это я знаю просто от своих как бы знакомых, которые находятся вот в сфере аналитики нефтегазового рынка, в Техасе, в Нью-Мексико, в Аризоне, там снова бум. Да, все компании, которые занимаются особенно вот этим фрекингом, сланцевыми, горючими материалами и всем прочим, они сейчас усиленно бурят, копают, строят новые проекты, потому что это стало выгодно при повышении цен на нефть, да, даже на пару десятков долларов. И это значит, что это означает? Это означает, что через ближайшие месяцы supply, ну как это по-русски будет, количество нефти, выбрасываемое на рынок из Америки, сильно увеличится. Так оно всегда бывает, тоже с некоторой задержкой. Это не сразу происходит. То есть и американцы, вы слышали уже заявление президента Трампа, он говорит тем, которые волнуются, так покупайте газ и нефть у нас по повышенной цене. Да? Чем плохо? Всем хорошо. Естественно, Европа и страны Азии не такого мнения, и у них большая проблема. Можно также видеть, что Израиль, например, в открытую и активно продвигает 2 проекта. И сейчас снова о них заговорили с новой силой. Собственно, один из них уже находится в строительной фазе. Это проект так называемый EastMed. Израиль теперь же стал в последние несколько лет сильным игроком на поле именно природного газа после нахождения гигантских газовых полей у берегов Израиля в его экономической зоне. И
Сейчас идет строительство газопровода из Израиля, вот он называется Истмед, через Кипр в Грецию. Это проект, кстати, совместный с компанией Eni итальянской. Итальянцы там строят уже газопровод, который соединяется с европейской системой, из Греции, Греция уже находится на материке. Израиль будет поставлять этот газ и в Грецию, и в Сербию, и в страны Европы. А параллельно сейчас есть сравнительно новый проект. Да? Это проект строительства нефти и газопровода из Саудовской Аравии и Эмиратов через Иорданию, мимо города Ирбит и до Хайфы, где и так есть терминалы огромные, гигантские петрохимические комплексы, на которые начали строить еще британцы в 2020-х годах, 100 лет назад. Там они с тех пор модернизированы сильно. И, естественно, этот путь экспорта нефти и газа, да, не забываем, что и газ можно, и очень удобно как раз гораздо передавать по газопроводу, это гораздо более экономичная система, чем гонять его танкерами и тратить деньги на сначала liquefaction, то есть сжиживать его, потом обратно газифицировать. Так вот, этот проект обеспечит Саудовской Аравии, Кувейту, Катару, Эмиратам возможность экспортировать эти энергоносители, естественно, без какой-либо зависимости от Ормузского пролива, что, конечно, все равно не решает проблему конфликтов с Ираном. На это уйдут годы, как минимум. Да, на это уйдут годы, и поэтому сейчас надо находить какое-то решение. И это решение может быть найдено двумя путями. Один путь – это дипломатическое решение в результате переговоров с Ираном. Вот то, что должны начать, как я понимаю, завтра или в субботу в Пакистане американцы. Либо военным путем, силовыми способами обеспечить безопасность этого судоходства, и в первую очередь танкеров и ЛНГ-карьеров в Персидском заливе, Ормузском проливе. И это может сделать, безусловно, международная коалиция во главе США. Я вообще не вижу никакой проблемы. При всем уважении к иранским товарищам, их древней цивилизации, о которой так любит говорить Дональд Трамп, все-таки не сравним Иран с какой-то страной типа той же, Японской империи 40-х годов, и мы видели, как эффективно в течение сравнительно короткого времени, даже из ситуации чудовищного поражения в Перл-Харборе, Америка уже через 2 года с половиной обеспечила полное, тотальное превосходство в море на Тихом океане, и более того, заблокировала практически Японию в своих внутренних водах, что начало приводить к началу 1945 года к голоду в Японии, потому что они не могли ничего импортировать. Так вот, я не вижу причин, почему великий американский флот плюс флоты европейских государств, Японии и Индии не могут обеспечить безопасность судоходства. Я понимаю, почему большинство из них не хотят, потому что многие из этих стран не хотят по разным причинам, вполне понятным, конфликта. Это, скорее всего, будет означать прямой конфликт с Ираном. Это, например, будет означать, что никто не гарантирует, что Иран не попытается, видя последние 6 недель, обстрелять ракетами снова тот же Грецию баллистическими или Германию, которая хочет участвовать в этой коалиции, или обстрелять, например, Индию с Пакистаном. Пакистан, как мы помним, кстати, связан договором с Саудовской Аравией о взаимной обороне. И Саудовскую Аравию 5 недель нещадно обстреливают, включая их столицу, их аэропорты. Пакистан молчит, как рыба, естественно, что навело руководство, насколько я знаю, Саудовской Аравии на всякие неприятные мысли по поводу этого такого удачного договора о взаимной обороне. Господин Мигдаль, есть на самом деле как минимум одна проблема, достаточно внушительная. Дональд Трамп, который, как вы правильно отметили, очень любит поговорить, очень частенько в последнее время поговаривает о вероятности выхода США из НАТО. И вот в Белом доме состоялась закрытая встреча с генсеком НАТО Марком Рютте, после которой Трамп написал в своей соцсети: «НАТО не было рядом, когда они были нам нужны, и их не будет рядом, если они понадобятся нам снова». Мы можем констатировать, что это был основной итог переговоров генсека НАТО с Дональдом Трампом. И, на ваш взгляд, могут ли позволить себе США выйти из Североатлантического альянса и тем самым подтолкнуть Европу к созданию, собственно говоря, собственной системы безопасности, о чем очень много говорится, но практических шагов сейчас пока что мы не видим? Я просто хочу отметить, во-первых, конечно, может, когда говорит США, это Дональд Трамп на данный момент, конечно, он может себе позволить.
Допустим, он выйдет из НАТО, у него что, не будет хлеба на столе, и кока-колы, и гамбургеров, его охраны кончатся пули, а Нет, его у него просто не будет влияния в Европе. Это не совсем так. Да, как я понимаю некоторых идеологов, и я объясню, что я имею в виду. Как я понимаю некоторые, и это при том всем, да, я хочу сделать замечание. Замечание заключается, конечно, в том, что, как вы правильно сказали, Трамп любит поговорить, да, но на практике выход США из НАТО, НАТО это же не просто слова, да, это легально обязующий документ, договор между государствами, и чтобы из него выйти, выясняется, это требует весьма сложной процедуры, которая не заключается только в решении, например, президента или администрации Белого дома. Нужно это проводить через Конгресс и Сенат, причем в Сенате нужно, как я понял, 2/3 голосов. Поэтому мне это кажется на данный момент больше такими желаниями некоторых из советников Трампа и страшилками, которые он пугает, как бы европейцев. На практике это, очевидно, нереалистично. Но если говорить еще раз практически о влиянии в Европе, о чем говорит Трамп, и мы слышали вот заявления более реалистичные, да, когда если мы отделим шелуху и все пустые угрозы, да, типа там прекращения иранской цивилизации, вот, а такая же, по-моему, пустая угроза – это угроза выхода из НАТО. О чем он говорит на практике? На практике он говорит о том, что он будет усиливать и углублять сотрудничество только с теми странами, которые поддерживают его линию, которые поддержали операцию в Иране. И есть такие страны в Европе, да, я могу назвать как минимум несколько, да, это в первую очередь Болгария, Румыния, Польша, это Албания, тоже член НАТО, очень важная страна, кстати, да, войска, которые находятся в Латвии, целая моторизованная бригада там расположена вместе с войсками других стран, например. И Германия, да, очень важно, хотя Германия, как бы, естественно, мы слышали критику со стороны некоторых министров, особенно министра обороны Писториуса, и тут есть разница между позицией христиан-демократов, половины коалиции, социалистов, которые представляет Писториус. Тем не менее, большинство, например, снабжения американских сил в Персидском заливе и в Израиле, и снабжение Израиля во время этой войны, да, гигантским количеством ракет и бомб американских для наших самолетов шло через немецкие военные базы, да, совместные, немецко-американские. Это Рамштейн, это Триер, это Карлсруэ, это Шпандалем, да, и в отличие какой-нибудь Испании, да, или Германия даже не собиралась закрывать эти базы и не выдвигала никаких условий для их использования. И поэтому речь идет, как мы слышали, да, буквально это свежий как бы намек президента Трампа на то и некоторых чиновников Пентагона, что будут пересмотрены отношения, и США будут помогать именно тем странам из НАТО и Европы, которые сотрудничают именно позитивно с США, не устраивая ей проблем. Да? Например, речь идет о переносе некоторых баз из стран Западной Европы в ту же Польшу, Болгарию и Румынию, да, о чем уже давно говорили, и тут надо понимать, что у этого есть и практический смысл. Да, мы знаем, что самые огромные американские базы и американские войска находятся в Западной Германии. Да, прямо, как говорится, на границе с российской армией, да, которая является главной угрозой. Это я шучу, да, вы понимаете. Нету там российской армии. Американские все эти базы и все эти гигантские военные лагеря, все эти соединения моторизованных и танковых дивизий, тогда там было еще и британское соединение, называлось British Army on the Rhine, это целых 3 бронетанковых дивизии, которые сейчас вообще не существуют в британской армии, от которой мало что осталось. Но тогда это было, в 70-х, 80-х годах. Так вот, они находились в Западной Германии именно потому, что в нескольких десятках километров от их местоположения была граница с такой страной ГДР, где находилась группа советских войск в Германии. Сотни тысяч человек с тысячами танков, самолетов, ракетных установок, да, и всего чего угодно. Как мы знаем, больше нету ГДР. В Берлине, Потсдаме, Любеке и Ростоке нету больше никаких, извините, советских войск, российских тоже. Их нету и в Польше, и в Чехии, и в Словакии, и в Румынии, и в Болгарии. И, значит, логично для того, чтобы, если так любят европейцы, как мы знаем, да, рассуждать об угрозе агрессивной политики России, как они это называют, да, я не буду как бы давать этому комментариев, суждений. Да, они так это заявляют в открытую, по телевизору. Так почему тогда американские войска, на которые они так полагаются, находятся, извините, близ Франкфурта? Это почти 1000 километров от Калининграда или белорусской границы. Если вы серьезно думаете об обороне альянса от того, что вы называете российской агрессией,
то надо, соответственно, значит, приблизить все эти базы и основные силы Альянса, среди которых важную роль играют американские, да, моторизованные танковые дивизии, поближе к границам Белоруссии, границам Калининградской области. Но этого не происходит, обратите внимание, уже почти 40 лет. По инерции, да. Во-первых, потому что этим странам это удобно, что это так. И, во-вторых, это удобно и было и самим американцам. Если кто был, я был в Рамштейне, там прекрасная база, у них замечательные условия. Офицеры и генералы живут в замечательных колледжах, их дети учатся так, в American Schools, там, во Франкфурте. Просто идеально все. Только это никакое отношение не имеет к реальной обороне и к выполнению задач Альянса. Если речь идет о задачах Альянса, то реально нужно действительно переводить эти базы основные, оставлять там только тыловые авиабазы и госпитали, основные базы основных сил действительно переводить в такие страны, как Финляндия, Польша, Балтийские государства, Чехия, Болгария и Румыния. Да? Вот Болгария и Румыния, например, сейчас надеются получить от американцев, что американцы, об этом идут уже конкретные переговоры, там будут построены новые американские базы, они давали свои аэродромы, вот очень многие заправщики и транспортники работали сейчас из Софии, из Бухареста, да, в помощь американским и израильским силам в Персидском заливе. Так что вот речь идет именно об этом, а не о каком-то мифическом выходе из НАТО. Я еще одну вещь хочу сказать. Люди не совсем понимают Трампа, да, и Америку сейчас. Да? Они почему-то думают, что у них есть возможность голоса. Это многие думали, помните, и в России, как все радовались, когда Трампа выбрали. Да? Но когда Трамп говорит «Америка first», он имеет в виду, что он главный, а все остальные, если хотят с ним дружить, должны, знаете, как в кино, да, щелкнуть каблуками, взять под козырек и сказать «да, господин Трамп, будет сделано». Окей? Если кто не хочет этого делать, то он должен иметь в виду, что у него будут неприятности. Да? Это понимают сейчас уже не все, но многие. Кстати, понимает, например, президент России Владимир Путин. И, как вы видели, поэтому он так элегантно ушел от приглашения Дональда Трампа присоединиться к тому самому пресловутому Совету мира, потому что он прекрасно видит, что там речь идет о том, что это главный Дональд Трамп, а все остальные у него на побегушках, что Владимиру Путину, естественно, никак не подходит. Благодарю вас за точку зрения, господин Мигдаль, и хорошего вам дня. Спасибо большое. Спасибо, Ирисуна. Մեր հյուրն էր, որը միացել էր մեզ տեսակապով Մեծ Բրիտանիայից, Լոնդոնից, ռազմական փորձագետ Սերգեյ Միգդալը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսպեսին էին այսօրվա մանրամասները, կհանդիպենք։ Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։